դատաստանների շարքից էինք խոսել և շարունակում ենք դարձյալ մի քիչ երկար դևեց, բայց դեր պիտի երկար էլ դևի։ Սրանից առաջ ես ինչ էի խոսել, մենք տեսանք, որ օդի մեջ, երբ որ գնանք Տերոջի ներկայությունը, Տերը դիմավորենք, Տերն էլ մեզի դիմավորի, օդի մեջ ասացինք որտեղ, ասացինք չգիտենք, հավատում ենք, որ Տերոջի առջև մենք պիտի ներկայանանք։ Եվ մեր արածների հաշիվը պիտի տանք, պիտի խոստովանենք, խոստովանել կա դա։ Ինչ որ մարմնով գործել ենք, պիտի խոստովանենք, մեր սխալները պիտի խոստովանենք, եթե անհաշտություն կա, պիտի հաշտվենք այնտեղ, այդ բոլոր պրոցեսները լինելուց հետո պիտի կա վարձատրվելու, բսակները ստանալու, շքանշանները ստանալու, այն պատերազմական զինվորները, գեներալները, որոնք այսպես երբեմն պարադի ժամանակ շողշողուն մեդալներ են դնում, բաներ են անում, ստացել են, ոմանք էլ առանց պատերազմի մասնակցելու այդ մեդալները ունեն արադորեն, և Տերը մեզ էլ պիտի վարձատրի։ Ամենամեծ վարձատրությունը արդեն հավիտենական կյանքն է, իր ներկայության առջև ելնելը, դա ամենամեծ պարգևն է արդեն։ Եվ Առաքելը ասում է, Աստված անիրավ չէ, որ ձեր գործը մոռնա, և այն սերը, որ իր անվան համար ցույց տվիք, որ ծառայեցիք ու ծառայում եք սուրբերին, և պիտի վարձատրի Տերը այդ բոլորի համար։ Շատ գեղեցիկ պիտի լինի դա։ Մենք ուրեմն այդ վարձատրությունների մասին պիտի սկսենք խոսել, սկսել էինք նախորդ անգամ և պիտի շարունակենք։ Ուրեմն Սուրբ Գիրքը մեզի ցույց է տալիս, որ 5 տարբեր տեսակի բսակներ գոյություն ունեն Սուրբ Գրքի մեջ, որ պիտի դրվի Քրիստոսի հարսին, որպեսզի հարսանիքի ժամանակ այդ բսակները գրի ինքը։ 5 տեսակ բսակներ։ Առաջինի մասին մենք մի քիչ խոսել էինք և ես էինք թողել։ Առաջինը անեղծանելի բսակն է։ Անեղծանելի բսակը։ Մի քիչ վարիբակ ունենք, ուզում եմ շտկել։ Նկարները ունեիք, չէ։ Սրանից առաջ տվել էինք այդ նկարները, բսակների մասին և այլն։ Ես ճիշտը չէի նկատել, այնտեղ դարասխալ եմ, բաստող է, այդակուրներ դեսե գլխի երենք է հիշեցրեց ինձ։ Ուրեմն գրված է, որ նրանք եղծանելի բսակն են առնում, իսկ մեզի անեղծանելի բսակը պիտի դրվի։ Անեղծանելիի փոխարեն եղծանելի էի գրել։ Ուրեմն ա և ն տարը պետք է ավերացվի սկզբում։ Ուրեմն հավատացյալները տարբեր բաների են նմանվել, նրանք տաճար կառուցողներ են, իրենց հոգևոր տաճարները կառուցում են իրենք, դարձյալ մենք հավատացյալները նման են սպորտի մասնակցող կամ վազողների։ Այստեղ գարտանք մի քանի համարներ, առաջին Կորինթացիս 9-րդ գլխի և 24 համարի մեջ է, չեք գիտեր, որ ասպարեզի մեջ վազողները, ուրեմն Պողոս առաքյալը, երբ որ իր շրջագայությունների ժամանակ Կորինթոս էր գնացել, այնտեղ Կորինթոսում մարզական խաղեր էին կատարվում այնտեղ։ Տեսել էր այնտեղ ինքը, տեսել էր, թե ինչպես վազում են, մրցում են,
եւ դապնե բսակներ են դալիս, որը եղձանվում է հետո, թարամում է, ընկնում է, գործում է, բայց մենք ասում է ոչ թե անթարամ, ոչ թե եղձանելի այդ բսակները, մենք անեղձանելի բսակներ պիտի դրվեն մեզի, հոգևոր վազողներին։ Չեք գիտեր, որ ասպարեզի մեջ վադողները իրավ գվազեն, ամենը, բայց մեկը գարնե մրցանակը, բայց եթե հավատացյալները բոլորն էլ վազեն, բոլորն էլ կարող են բսակվել, առնել մրցանակը։ Եվ ամեն ով որ գմրցի, առաքյալ ասում է, ամեն բանի մեջ չափավորություն գբահե, չափավորություն, այսինքն հատուկ վազելու հանդերձներ կհակնի, գոշիկները կհակնի, ջանաբարին մեկը ընկերոջը հանդիպավ կողքը գայնած բարև չի դա ժամանակը չի անցկացնի գանոնի համեմատ, վասկի գանոնի համեմատ մենք այդ վասկի մեջ ենք, եթե վազում ենք, մենք այդ վասկի մեջ ենք եւ այս վասկի գանոնները մենք պիտի բահենք։ Չափավորություն կբահե, նրանք եղձանելի բսակը ու մենք անեղձանելի։ Առաքյալ ասում է, ուստի ես այնպես կվազեմ, ոչ թե որպես թե անստուգությամբ, ես այնպես կբռնամարդություն գնեմ, այսինքն այնպես եմ բոքս խաղում, որ բայց ոչ թե հովը ձեձելով, իրեք այդ բրնսկամարտիկները, երբ որ գրվում են, շատ անգամ իրենց հարվածները օդի մեջ է գնում, աննպատակ։ Առաքյալ ասում է, ես այնպես եմ բոքս խաղում, հոգևոր, որ բարապտեղը հողը չեմ ձեծում ես, հաբա իմ մարմնավոր բնավորություններս ջնշում և նվաջում եմ ասում է, որ չելնի թե ուրիշին կարոզելուց հետո ես ինքս ամբետք դուրս կամ խոդելի գտնվիմ։ Ուրեմն հավատացյալը վասկի մրցումի մասնակցող է, մենք ամենս վասկի մրցումի մեջ ենք, մեր առջև մի նպատակ կա, նպատակը դիտելով պիտի վազենք, որպեսզի Աստծո գոչումի վերի մրցանակին հասնենք, այդ վերջի մրցանակը Քրիստոսի լման հասակին հասնելն է։ Եվ Պողոս առաքյալ ասում է, ես ամեն բան աղդեղություն սևեցի, աղդեղություն եմ սևում, որպեսզի Քրիստոսը շահեմ, այսինքն վազեմ ֆինիշին հասնեմ, Քրիստոսի հասակի լման հասակին հասնեմ ես, առնեմ այդ Աստծո վերի գոչումի մրցանակին հասնեմ, առնեմ։ Դրա համար ասում է, ետևի եղածները ես մոռացել եմ եւ արժեվի եղածներին եմ դիմում։ Ուրեմն մենք էլ բաներ կա, որ ետևի եղածները հին բաները պիտի մոռանանք։ Երբ Հիսուս մերելներից հարություն արավ, այդ բադանքված մարմինը, որ բադանքել էին, մնաց գերեզմանի մեջ։ Ինքը այլևս պետքություն չուներ։ Հիմա մենք, որ վերստին ծնունդ ունեցանք, հին մարդու հագուստները, հին մարդու կյանքը, բնավորությունները մեզի էլ պետք չի։ Դուք որ մերած էիք, Աստված մերելներից հարություն տվավ, մենք հարություն արանք, նոր մարդը պիտի հագնենք մեր վրա, եւ նոր մարդը հագնելու համար վազում ենք, որովհետեւ Քրիստոսը շահենք։ Ոչ թե փրկվենք, մենք փրկված ենք արդեն, ապա այդ մրցանակին հասնելու համար Աստված իր որդին ուղարկեց, որովհետեւ մենք իր որդվին պատկերին գերբարանագից լինենք։ Մեզի որ թողել է այստեղ Աստված, մի նպատակ ունի։ Եթե ոչ մենք այն օրը որ ապաշխարեցինք, Աստված կարներ գտաներ մեզ, ինչի է թողել այստեղ։ Թողել է, որովհետեւ մենք հին բնավորություններից ազատարվենք, նոր Քրիստոսը, նոր մարդը հագնենք մեր վրա։ Աստծո նպատակը այդ է։ Եվ սա ասպարեզ է, վազում ենք, որ այնտեղ հասնենք։ Ինչքան որ հասանք։
ուրեմն իրավ գվազե մեկը չափաբարություն գբահե ասի կյանքը կբալանսավորե նպատակը դիտելով գվազե Տեսեք Հիսուսի առջև մի նպատակ կար, չէ՞։ Իր առջև եղած այդ նպատակի համար, ուրախության համար, որ իր առջև գեցած էր։ Իր ամբողջ նպատակը այն էր, որ ինչ որ ինձի դավիր ով հայր լմանցուցի։ Որ իր զորության խոսքով ամեն բան կբռնե իր անձով մեր մեղքերը սրբելով, բարձրերը Աստծո մեծության աջ կողմը նստավ։ Իր առջև եղած ուրախությունը գար, մենք էինք, մեզ պիտի պրգեր։ Հետո թշնամին գործաներ պիտի եւ Աստծո մեծության աջ կողմը պիտի նստեր։ Իր առջև եղած ուրախության համար ամոթը արամարեց, խաչը հանձնարավ, ամեն բան արեց։ Հալածեցին, ձեծեցին, խաչեցին, խելրաձեեցին, ինչու ադոր մդիկ կնեք, այդ բոլորին համբերեց, մեզ համար համբերեց։ Համբերությունով վազել, Այ Եբրայեցիս 12-րդ գլուխը եւ առաջի համարը գարտամ ձեզ այնտեղից Ուստի մենք ալ որ այսչափ վգաներով բազմությունը մեր բոլորտիկը բադած ունենք ամեն ծանրություն մեր վրա են մեկտի ձգենք Եվ ջուրավ բաշարով մեղքը մեկտի ձգենք ու համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը ու Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին ու գադարողին որ այն ուրախության համար որ իր առջև գեցած էր խաչը հանձնարավ ամոթը արամարեց, Աստծո աթորի աջ կողմը նստավ։ Արդ միտ բերեք զանիգա, որ այսպես համբերեց մեղավորներուն իրեն դեմ հագարակ խոսելուն։ Ում համար արեց այդ բոլորը, մեզ համար։ Որ չլատ է ձեր անձովը հոգնիկ ու թուլնակ։ Մենք պիտի նայենք մեր հավատքի առաջնորդին, Հիսուս Քրիստոսին, Այդ բոլոր բաները գրեց ինքը եւ մեզ համար գրեց ուրեմն մենք էլ պատրաստ պիտի լինենք գրելու ամեն բան որպես քրիստոնյա ասպարեզի ընթացքը համբերությունով պիտի վազենք Ոստի մենք ալ որ այսչափ վգաներու բազմությունը մեր բոլորտիկը բադած ունենք Ոստի մենք ալ, որ այսչափ վգաներու բազմությունը, ինչ վգաների բազմություն, որ մեր բոլորտիկը բադած ունենք, ես ուրիշ անգամ ասել եմ ձեզի, որ երբ որ մի գլուխը վերջանում է, այնտեղ ամեն բան չի վերջանում, նոր գլուխը նոր բաներով չի սկսվում, թեև երբեմն այդպես էլ գա, բայց նախորդ գլուխը, որ վերջանում է, հաջորդ գլուխը շարունակվում է նույն բանը դարձյալ։ Հիմա ուստի մենք ալ որ այսչափ վգաներու բազմություն ունենք 12-րդ գլխի առաջի համարն է 11-րդ գլխի մեջը հավատքի հերոսների մասին է դալիս այդտեղ։ Եթե մենք կարդանք սկզբից արդեն ինքը սկսվում է Հավատքով գիմանանք, որ աշխարհի սկզբից Աբելը Գայանից ավելի լավ եւ այլն, հավատքի ամբողջ Աբրահամը, Իսահակը, Մովսեսը բոլորին հիշում է այդտեղ եւ ալ ինչս են, վասնզի ժամանակը բավական չէ, որ բատմեմ
Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեպտայի, Դավիթի, Սամուելի, ուրիշ մարգարեներու համար, որոնք հավատքով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, խոստմունքներու ասան, արյուծներու բերաններ գոցեցին, գերագի զորություն մարեցին, սուրի բերնե ազատեցան, դգարությունը ուժովցան, բادرազմի մեջ զորավոր եղան, օդարներու բանակներ ցրվեցին, գիներ իրենց մերելները ընդունեցին հարություն արած, ոմանք չարչարվեցան եւ չընդունեցին ազատությունը, որբեսի լավագույն հարությանը հասնին, ուրիշները ալ նախադինքներու, ձեզերու, նաեւ գաբերու, բանդերու փորձը արին, քարգոծվեցան, սղոցվեցան, փորձանքի մեջ ինգան, սրով սպանվեցան, այձի մորտերով, ոչխարի մորտերով բդդեցան, գարոդություն քաշեցին, նեղը ինալով, չարչարվելով, որոնց արժանի չէր աշխարը, անաբատներու մեջ, լերներու մեջ, այրերու մեջ, խորոշներու մեջ մոլորելով, ասոնք ամենը հավատքով վկայված խոստմունքը չարին, քանզի Աստված մեզի համար ավելի աղեկ բամը նախապատրաստեց, որբեսի նրանք առանց մեզի չգադարվեն։ Այս բոլոր հավատացյալները, որոնք հիշվեց ինչ բաների մեջից անցան, եւ առաքյալը ասում է, ուստի մենք ալ որ այս շապ վկաները ասածը նրանք են։ Այս շապ վկաներում բազմությունը մեր բոլոր դիքը ունենք, պատկերացրա, որ ամֆիթադրոնը կամ հրոմի կոլոզիումը կամ ասենք թե ֆուտբոլի դաշտը հանդիսատեսները 4 կողմը լցված են, նստած են եւ մեջտեղը գադարված են նայում։ Ես էլ այդ մեջտեղն եմ եւ սատանան արյուծներին բաց է թողել, որովհետեւ ինձ հոշոտեն։ Եվ այդպես էին անում հավատացյալներին։ Ուստի մենք ալ որ այս շավ վկաների բազմությունը մեր բոլոր դիքը ունենք ու դուք մենք ամենս մեջտեղն ենք, արյուծները բաց են թողել, որովհետեւ մեզի հոշոտեն։ Ես Մյուրնիայի շրջանին 250 տարիներ ամենամեծ ամենածանր հալածանքները գրեցին քրիստոնյաները մինչև երրորդ թիվը դարին, երբ որ Կոստանդինը ինքը ընդրվեց եւ քրիստոնյաներին ազատություն թույլ տվավ։ Ուստի մենք ալ որ այս չափ վկաների բազմությունը մեր բոլորտի կպատած ունենք, ամեն ձանրություն մեր վրա են մեկտի ձգենք եւ դյուրավ բաշարող մեղքը մեղքը մեծ ձանրություն է հավատացյալի վրա մեկտի ձգենք դյուրավ բաշարող մեղքը մեկտի ձգենք երբ որ մենք աշխատում ենք, հոգ ենք տանում մեր ընտանիքին, նեղություններ ենք քաշում, դա մեղք չի, երբ որ հոգում ենք մեր ընտանիքի գարիքները, բայց ամեն մեղք, ամեն ձանրություն մեղք է ասում է, մեկտի ձգեք ամեն ձանրություն, որպես վազող թեթև հագեք, թեթև գոշիկներ, թեթև հագուստներ, ու համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը, համբերությունով վազենք, մի քիչ առաջ, երբ որ Վարդան եղբայրը գարտում էր այստեղից, Հովիկ եղբայրին ասեցի, որ նայի ասեցի, ես Վարդան եղբորը ասեց, որ ինչ կարտամ, ասեցի, ինչ կուզես կարտա։ Հիմա Սուրբ Հոգիի այստեղ ներկա լինելը մեգությունը դա աբացուցված բան է արդեն։
Այն դողերը, որ ինքը գարտած, ես բամը չէի ասել։ Ես պիտի գարտայի, ինքը գարտած։ Որտեղից գարտած։ Մատթեոսի 24-րդ գլուխը։ Մատթեոս 24-ը։ Ես այդ լրիվ գարտացածը չէ, բայց մեկ համար գարտամ։ Մեկ համար գարտամ։ Ուրեմն աշակերտները չէ, որ ասեցին, վարդապետ, լավ չես ասում, ժամանակ չես սահմանում, բայց գոնե ասա, որ այդ լինելու բաները, դրանց նշանը ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, որովհետեւ իմանանք գոնե։ Եվ Հիսուս ժամանակ չասեց, բայց նշանները դվավ, եկավ ասավ 12 համարը եւ անօրենության շատնելուն համար շատերուն սերը պիտի բաղի, բայց ով որ մինչև վերջը համբեր է, անիգա պիտի ապրի։ Ով որ մինչև վերջ համբեր է, մինչև ֆինիշը ով որ վազե, անօրենության շատնելու համար շատերի սերը պիտի բաղի, պիտի հերանան եւ ուր է անոր գալու խոստումը պիտի ասեն, ինչ որ հիմա տեսնում եք, որ աշխարհը լրիվ անհավատության մեջ է մեծ մասամբ։ Ուրեմն համբերությունը երկու իմաստով պետք է հասկանալ։ Առաջինը հարադեվություն, ով որ մինչև վերջը համբեր է։ Հավատքի կյանքը մինչև վերջ համբերողները պիտի հասնեն, պիտի փրկվեն նրանք։ Ուրեմն պետք է մեզի համբերություն, ասում է առաքյալը, որ Աստծո գամքը անելով խոստումը վայելենք։ Ինչպես որ Աբրահամ համբերեց եւ սուրբերը համբերեցին, պետք է մեզի համբերություն, մինչև վերջը ով որ համբեր է, պիտի փրկվի։ Ուրիշ մի համար գարտամ սրա հետքից, եւ Բողոս առաքյալը այստեղից վերցրած համար ունի, ամբակում մարգարեն է գրում, ամբակում երկրորդ գլուխն է, երկրորդ համարից գարտամ, եւ դերը ինձի պատասխան տվավ ու ասավ, դեսիլքը գրե ու տախտակներու վրա հայտնի նշանագե, որովհետեւ զանիգա գարտացողը համարձակ գարտա։ Քանզի դեսիլքը դագավին որոշ ժամանակին համար է, բայց վաղճանին գարդորա, սուտ պիտի չելլե, եթե ուշանա, անոր սպասե։ Քանզի անշուշտ պիտի գա, ետ պիտի չմնա, հաբա հբարդ մարդուն հոգին իր ներսիդին ուղիղ չէ, բայց արդարը իր հավատքովը պիտի ապրի։ Արդարը իր հավատքովը պիտի ապրի։ Եթե ուշանա, համբերի մինչև վերջ։ Մինչև վերջ համբերի։ Մինչև հիմա հավատարիմ եղիր։ Ուրեմն դևողություն, շատերը ըսկստան այս վասկի մեջը եւ գիսատ թողեցին դուրս եկան շարքից։ Դրանցից մեկը Բողոս առաքյալը ասում է Դեմասը աշխարհը սիրեց, Թեսաղոնիկե գնաց եւ ինձ թողեց։ Եվ այն ժամանակ Թեսաղոնիկեն ամենա աշխարհասեր այդպես զվարճաշեր մի դեղ էր Թեսալոնիկը։ Գնաց այնտեղ, աշխարհը գնաց։ Եվ շատերը այսօր ըսկսում են գիսատ են թողնում, գնում են աշխարհ։ Բայց ով որ մինչև վերջ համբեր է, ով որ Քրիստոսի սերը ունի, պիտի մնա մինչև վերջ։ Անշուշտ պիտի գա, ետ պիտի չմնա, եթե ուշանա սպասե։ Եվ մարդիկ ասում են, ուր է անոր գալուն խոստումը, քանի որ հայրերը քնացան, կան կմնան աշխարհի սկիզբեն է դե։
ասում եք Հիսուս պիտի գա, Հիսուս պիտի գա, ուր է որ պիտի գա, անշուշտ պիտի գա, մենք նշանները ունենք, նշաններով կառավարվում ենք և հավատում ենք այդ նշաններին Հիսուսի դված և վստահ ենք, որ Տերոջը գալուստը մոտ է, այո, ուրեմն առաջի բանը համբերության այդ էր, երկրորդ կողմը համբերության նեղությունների մեջ համբերել։ Եղբայրներ, պետք է մեզի շատ նեղությունով Աստծո թագավորությունը մտնել։ Աստծո թագավորությունը մտնողը նեղություն պիտի ունենա աշխարհից, իր ընտանիքից, իր ընկերոջից, աշխատավայրից, իր անձից էլ ուրեմն նեղություններու մեջ համբերել մինչև վերջ, համբերել նեղությունների մեջ։ Հռոմեացիս 12-րդ գլուխ 12 համարը այն գեղեցիկ գլուխը, որտեղ որ առաքյալը գրել է 12 համարի մեջ ասում է Տերոջը ծառայեցեք, հույսով ուրախ եղեք, նեղություններու մեջ համբերեցեք։ Ստեպ աղոթքի գեցեք։ Նեղություններու մեջ համբերեցեք։ Իհարկե մեր կարողությունից ավելի Աստված պիտի թույլ չտա, որ մենք փորձվենք եւ փորձության հետ միասին ազատության միջոց էլ պիտի դա, որովհետեւ հավատացյալը կարողանա համբերել։ Հռոմեացիս 5-րդ գլուխից կարդամ. Ուստի մենք հավատքով արդարացած լինելով խաղաղություն ունենք Աստծո հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, որու միջոցով ընդունեցինք հավատքով այս շնորհքի մոդենալն, որու մեջ կեցեր ենք, և Աստծո փառքի հույսովը կբարձինք, և ոչ միայն այսքան, ապա նեղություններու մեջ կբարձինք, վասնզի գիտենք, թե նեղությունը համբերություն կգործե։ Գիտենք, որ նեղությունը համբերություն կգործե, ու համբերությունը փորձառություն, ու համբերությունը բնավորություն, փորձառության ասածը բնավորությունն է։ Համբերությունը բնավորություն կգերդե մարդու մեջ։ Երբ որ դարիներով հավատացյալ ենք և շատ բաների մեջից ենք անցնում, ամեն տեսակ բան կա, հիվանդություն կա, ձախորդություն կա, տեսակ բաներ կան, դժվարություններ կան, սատանայի հարձակումներ կան։ Այդ բոլորի մեջ երբ համբերում ենք մենք, մի նկարագիր ենք կերդում մեր մեջը, ինչպես Հիսուս։ Այդ մի քիչ առաջ գարտացի, չէ։ Արդ միտք բերեք Սանիգա, որ այսպես համբերեց մեղավորներուն իրեն դեմ հագարակ խոսելուն։ Ինչու համբերեց մեղավորներուն, որովհետեւ մենք, որ չլատը մեր անձովը հոգնենք ու թուլնանք, դագավին արյուն թափելու չափ բادرազմելով հագարակ չգեցանք մեղքին։ Ուրեմն այդպիսի բարակաների դակ մենք պիտի հիշենք մեր Տիրոջը, որ ինչ բաների մեջից անցավ։ Բարձ օրինակ մտամ, մի անգամ Ադամս էր ցավում, գնացի Ադամն Աբուժի մոտ, Ադամը սպիտ քաշի, սատիկ ցավում է։ Էն էլ մեր հարևանն է, կինը, չի կարողանում քաշել։ Ամուսինը եկավ, իրար են քաշում, չի ելնում, դանջում են ինձ, դանջում են։ Միտքս Հիսուսն եմ բերում, խաչի վրա խաչված, ինձ համար, եւ այլն, դրա իրա չարչարանքները վան, չեմ էլ զգում ինչա կատարվում այդտեղ։ Մեկը
Ձայն միելով հեյվախ, ասեցի Ադամը սկոդրեցին։ Դու մի ասա Ադամը ծանոթին կբաց ա եղել։ Դա էր որ չտ ձայն անեց։ Այդ չէր ուզեցի ասել, որ ամեն բարակայի դակ մենք միտքերնից բերենք Հիսուսը, արդ միտք է բերեք զանիգա, որ այսպես համբերեց իրեն դեմ հագարակ խոսող մեղավորներին, որպեսզի մենք չթուլնանք և չհոգնենք, այս նպատակով։ Եվ նեղությունը համբերություն կգործե, փորձությունը համբերություն կգործե և համբերությունը փորձառություն, փորձառությունն էլ հույս։ Հույսն էլ ամոթով չի թողնի մեզ, որովհետև Աստծո սերը մեր սրտերի մեջ տարածված է Սուրբ Հոգիի միջոցով։ Մեկը չի կարող անել դա մեր մեջից։ Ուրեմն տեսնում եք ինչ գեղեցիկ է գրում առաքյալը, որ նեղություններու մեջ ալ գբարձինք։ Առաքյալը գիտի, որ նեղությունների մեջ մի գերբարանք հոգևոր կյանք ստանում ենք մենք այդ բոլորի մեջ, եթե մենք համբերենք։ Եվ փորձառությունը համբերություն, ու համբերությունը արդեն փորձառություն և փորձառությունը հույս։ Հույսն էլ ամոթով չի թողնի մեզ, Փառք Տիրոջը։ Ես անցյալ առիթով որոշ շապով խոսել էի և էլի ավելացրի այս բաները, որովհետև երբ որ մեկը հաղթահարի այս բոլորին, անեղծանելի բսակը պիտի ստանա ինքը։ Հաջորդ բսակը, որի մասին պիտի շարունակենք, կյանքի բսակն է, երկրորդ բսակը, կյանքի բսակն է, սա երկու տեղ է գրված, առաջինը Հակոբոս առաքյալի թղթի մեջն է, Հակոբոսը առաջին գլխի և 12 համարն է, 12 համարը։ Երանելի է այն մարդը, որ փորձության կհամբերե, վասնզի եթե փորձվելով ընդիր գտնվի, կյանքի բսակը պիտի առնե։ Զորդերը զինք սիրողներուն խոստացավ։ Չլա որ մեկը, որ փորձության մեջ է, ասետ է, Աստուծո մեկը փորձվին։ Վասնզի Աստված չար բաներով չի փորձվիր, ոչ ալ ինքը մեկը կփորձե, սակայն ամեն մեկը իր կփորձվի իր ցանկություններեն հրաբորված ու խաբված։ Անգե հետև ցանկությունը հղալնալով մեղ կծնանի, մեղքը որ կդարվի, մահ կծնանի։ Ուրեմն առաջինը այս է, եթե մեկը ասում է փորձության մեջ եթե հաղթի, կյանքի բսակը պիտի առնի։ Երկրորդը հայտնության գրքի մեջ է, հայտնություն երկրորդ գլուխն է և Զմյուրնիայի եկեղեցին է, երկրորդ գլուխ և 8 համարից կարդամ։ Եվ Զմյուրնիայի մեջ եղած եկեղեցիի հրեշտակին գրե, այսպես կսե առաջին ու վերջինը, որ մեռավ ու կենդանացավ, գիտեմ քու գործերդ ու նեղությունդ և աղքատությունդ, բայց հարուստ ես։ Ու անոնց հայությունը, որ գսեն թե իրենք հրյա են ու չեն, հավա սատանայի ժողովը, բնավ մի վախներ այն բաներեն, զորոնք պիտի գրես։ Ահա բանսարգուն ձեզ մեկ քարիները բանդը պիտի ծկե, որպեսզի փորձվիք, և 10 օր նեղություն պիտի ունենաք, մինչև հիմա հավատարիմ եղիր ու քեզի գենած կյանքի բսակը պիտի դամ։ Մինչև հիմա հավատարիմ եղիր
նույնիսկ հանձնար ու քեզի ցանկի վստահը պիտի դամ ցանկը ջամփան հավիդենությունը Հիսուս Քրիստոսի մեջ է Եթե մեզի արյուծների գուբն էլ խցեն, եթե այրուցները ուդեն մեզ, եթե Սեդրակ Միսակ Աբեդնագովի մեզ տակ վարարանի մեջ էլ խցեն, կյանքը հավիդենությունը Քրիստոս է, մեր կյանքը Քրիստոսի մեջ է։ Մինչև հիմա հավատարիմ եղիր եւ քեզի հավիդենական կյանքի բսակը պիտի դամ։ Այն որ ականջունի թող լսե թե հոգին ինչ կսե եկեղեցիներուն այն որ գահախտե երկրորդ մահեն պիտի չվնասվի Զմիրնիայի եկեղեցիները որ ամենամեծ հալածանքները գրեց մոտ 250 տարի նրանց չարչարողը սատանան էր բանսարգուն ձեզ մեկ քանիները բանդը պիտի ցկե որովհետեւ փորձվիկ Փորձողը սատանան էր 10 օր նեղություն պիտի ունենաք մարգարեական է այս խոսքը 10 օրը հռոմեական 10 կայսերների ժամանակ իրենց կրած չարչարանքներն են Առաջինը Ներոնը վերջինը Դիոգլեդիանոս կայսերն է 10 կայսերների թագավորության ժամանակ Զմիրնիայի մեջ եղող եկեղեցին մեծ հալածանքներ գրեց ամֆիտանդրոնները այդ Հռոմի այդտեղ այրուցների բերանը ներեցին եւ քաղաքի քաղաք հալածվեցին այդ ժամանակ էր որ Գայանե Հերեպսի մեկ ույսերը սրանք Հայաստան փախան որտեղ նրանք լսել էին որ Հայաստանի մեջ հայ ժողովուրդը հայ բեդությունը քրիստոնեությունը ընդունել է որպես կրոն իրեն Չնայած այնտեղ էլ գնացին, այնտեղ էլ հալածվեցին ու սպանվեցին։